ելույթ կունենա ազգային ժողովի պատգամավոր, որը եղել է մեր թիմակիցներից մեկը, ում շնորհիվ մենք ճանաչել ենք Լոռին։ Նա եղել է այն մարդկանցից մեկը, որը հիմնադրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, եղել է առաջին անդամներից եւ որի շնորհիվ ենք մենք ծանոթացել լոռեցիների համեստության, խորաթափանցության եւ ազնվության հետ։ Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Դավոյան, դիմավորենք։ Շնորհակալ եմ շատ, պարոն Ռուբինյան, ձեր խոսքերի համար։ Բարի երեկո Լոռի! Սիրելի լոռեցիներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօր եւ ընդհանրապես մեր կողքին լինելու համար։ Սիրելի սպիտակցիներ, սիրելի վանաձորցիներ, սիրելի փամբակցիներ, Գյուլաքարակ համայնքի սիրելի բնակիչներ, իմ շատ սիրելի ստեփանավանցիներ, շատ ու շատ սիրելի տաշիչցիներ, Լոռիբերդ համայնքի բնակիչներ, Թումանյանցիներ, Ալավերդցիներ, շնորհակալ ենք բոլորիցդ, որ դուք մեր կողքին եք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ 2020, 2021 եւ բոլոր տարիների բոլոր դժվարությունները մեզ հետ կիսելու համար։ Դուք եք մեր թիմը միայն այս բեմի վրա կանգնած քաղաքական գործիչները չեն, մեր թիմը ժողովուրդն է, մեր թիմը դուք եք, ում հետ մենք կիսել ենք։ Դուք, որպես ազնիվ և հավատարիմ թիմակից մեզ հետ կիսել եք մեր բոլոր օրերը։ Մենք իրար հետ անցել ենք պատերազմի բովով։ Մենք իրար հետ ցավ ենք ապրել։ Մենք իրար հետ ժպտացել ենք։ Մենք իրար հետ ճանապարհ ենք անցել եւ այսօր այս հանգրվանին մենք ուզում ենք ձեզ հետ անցնել նաեւ ամենակարևորը՝ խաղաղության ճանապարհը։ Մեր խաղաղության քարոզարշավը ուղեկցվում է ձեր ջերմ ժպիտներով եւ ձեր մեր կողքին կանգնած լինելու հաստատակամությամբ, հետևաբար դուք եք մեր թիմը, դուք եք այն մարդիկ, որոնք բերում են Հայաստանի Հանրապետությանը խաղաղություն։ Սիրելի լոռեցիներ, եւ կան մարդիկ, որոնք գալիս են ձեզ մոտ տարբեր խոստումներ տալու ցանկությամբ, տարբեր բաներ են խոստանում, նախկին ինչ-որ քաղաքական ուժերի մնացուկներ։ 30 տարի իշխանության լինելով այդ մարդիկ գալիս են ձեր դռները եւ մի դրական բան չկա, որ պատմեն իրենց մասին, գալիս են մենակ ջադուների բամբասանքներով, ամենակեղտոտ հիմար ստերով։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս հասկանանք նորից ու նորից եւ հունիսի 7-ին ցույց տանք այդ մարդկանց, թե ով է ժողովուրդը։ Հունիսի 7-ին նրանք պիտի հանդիպեն ձեր իմաստությանը եւ հասկանան, թե որտեղ է իրենց տեղը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը այլևս խաղաղության ճանապարհ բտնած պետություն է եւ այլևս որևէ մեկը իր կեղտոտ, զզվելի ստերով, իր ընտրակաշատ բաժանելով, անցյալի հիշողությունները թարմացնելով չի կարող մեր կյանքում տեղ ունենալ։ Մենք հավատացել ենք ապագային միասին եւ հիմա մենք միասին գնում ենք դեպի խաղաղություն։
Մենք ձեզ հետ միասին տեր ենք կանգնում խաղաղությանը։ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Շնորհակալ եմ շատ, սիրում եմ բոլորիդ։ Հավանիր տեսանյութը և բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։